Ես արդեն 5 թե 6 տարի աշխատում եմ remote ու ուզում եմ խոսել remote աշխատանքի լավ ու վատ կողմերի մասին։ Իսկ խոսենք լավ կողմերից։ Առաջին լավ կողմը, որ դու ես լրիվ կոնտրոլ անում քո աշխատանքային միջավայրը։ Չնայած այս կարող լինի նաև վատ կողմ, եթե դու օրինակ մենակ չես ապրում ու տանը աղմուկ կա, թե չունես հստակ աշխատասենյակ, բայց օրինակ իմ համար լավ կողմը, ես դնում եմ իմ սիրած երաժշտությունը կամ իմ ուզած ոդկասթը։ Մյուս շատ լավ կողմը այդ իհարկե ժամանակ խնայելն է։ Ես արդեն վատանում եմ մեր քաղաքի երթևեկության վիճակից, թե ինչքան ահավոր են այդ պռոբկաները, թե ինչ տիպի պարկինգում տեղ չկա կանգնելու։ Մյուս շատ լավ կողմը այն է, որ դու ինքդ ես որոշում քո օրվա ռիթմը։ Այդ մի քիչ կարող կախված լինի գործից, բայց ես օրինակ չեմ սիրում առավոտը շուտ արթնանալ, հարաբերս պրոդուկտիվ չեմ լինում գործի մեջ։ Դրա համար ես առավոտները գնում եմ կամ ջիմ, կամ մի քիչ երկար եմ քնում։ Մյուս լավ կողմը շատերի համար շատ գրավիչ թվացող կետ է, բայց էլի ձեզնից է կախված։ Այդ այն է, որ կարաս աշխատես որտեղից ուզես։ Այս որ ասում եմ, երևի ձեզ պատկերացնում եք մի օր պլաժից աշխատելուց, մի օր սնոուբորդ քշելով նոթբուքը ձեռքը։ Բայց այդ ընդհանրապես տենց չի։ Ես օրինակ շատ կոմֆորտ սիրող մարդ եմ, տարվա մեջ 300 օր անցկացնում եմ տանը ու 1000-ից մեկ եմ գնում դրսից գործ անելու։ Մեկ հարմար է, երբ ինչ որ գործեր ունես ու կարաս գործոդ հայտդ վերցնես գնաս անես, բայց իրականում համ գործը տակիսած ստացվում, համ այն գործեր նորմալ չես հասցնում։ Այս մի կետի նման է հաջորդող կետը, որ գործով ավելի հեշտ է ճանապարհորդելը։ Բայց օրինակ այդ չի վերաբերվում նրան, եթե գնում եք մի շաբաթանոց trip-ի, եթե գնում եք, չգիտեմ, Եվրոպա ֆռալու, լավագույն իդեան չի այդ ընթացքում աշխատել։ Ոչ trip-ից այդ բան կհասկանաս, ոչ գործոդ նորմալ կանես, բայց օրինակ եթե գնում ես մի ամսով ինչ որ տեղ ապրելու, շատ հարմար է, որ կարաս գործոդ վերցրեցիր, գնացիր ու դեռից ես աշխատում։ Բացի հարմար շորերից ու հարմար միջավայրից, remote գործում նաև լավ է այն, որ break-երը դու ինքդ ես ընտրում, երբ ինչքան անես, կարաս 15 րոպեով մտնես ցայվելու կամ մի պահ դուրս գաս խանութ, եթե պետք է։ Այս ձևով դու գործը հարմարացնում ես քո կյանքին, այլ ոչ թե կյանքդ հարմարացնում ես գործին։ Դուք էլ ձեր տարբերակները կարող եք գրել, իսկ վատ կողմերի մասին հաջորդ վիդեոյում։